Կարոտել էիր պապիկին, ողջույն սիրելի թորնիկ, ես քեզ համար նորից կկարդամ հեքիաթ, այս անգամ Գոհար Ֆիլոյանի հեքիաթներից, հեքիաթը կոչվում է Եկավ գարունը։ Շատ գեղեցիկ ստացվեց ձնեմարդը, տեսեք ինչ հպարտ է կանգնած, իր շուրջն է նայում ածխե աչիկներով և կարմիր քթով շնչում մաքուր սառը օդը։ Փողոցով նրա կողքից սահում էին տրոլեի բուսները, աղմկում տրամվայներն ու ավտոբուսները։ Մի վայրկյան երևաց ու անհետացավ դահուկավորների խումբը։ Մի խումբ մարդիկ կանգնել նայում էին նրան։ Երևի շատ գեղեցիկ է, մտածեց ձնեմարդը։ Բոլորը կանգնում են նայում ինձ ու ժպտում։ Այդպես նա կանգնած էր ամբողջ մեկ ամիս։ Նրա մոտ բոլորովին մերկ ճյուղերով լուռ կանգնած էր Բարդին։ Ինչ խեղճն ես դու, տկեղ, ոչ գլխարկ ունես, ոչ ձեռնափայտ, բայց ոչինչ, մի տխրիր։ Եթե ուզում ես ինձ հետ ընկերանալ, վերցրու իմ ձեռնափայտը։ Բարդին չպատասխանեց։ Մի սրան տեսեք ինչ հպարտն է, չի ուզում ինձ հետ խոսել։ Նեղացավ ձնեմարդը։ Չլինի ինձնից գեղեցիկ ես։ Ոչ, ես քեզնից գեղեցիկ չեմ, պատասխանեց Բարդին։ Միայն չեմ ուզում խոսել և վշտացնել քեզ։ Դու չես կարող ինձ վշտացնել, չես ուզում ինձ հետ ընկերանալ, պետք չէ, պատասխանեց ձնեմարդը և չնայեց Բարդուն։ Մյուս օրը ձնեմարդի շուրջը այնպես լուսավորվեց, որ նրա ածխե աչիկներն սկսեցին ցավել ու ինքն էլ սաստիկ թուլացավ։ Բարև, Բարդի, լսեց նա մի անծանոթ ձայն, դու չէիր տխրում առանց ինձ։ Բարև, կարմիր արև, ես շատ եմ կարոտել քեզ։ Հիմա քո ջերմության տակ կսկսեն ուռչել իմ բողբոջները, ճյուղերս կծածկվեն կանաչ տերևներով և նրանց վրա բույն կհյուսեն թռչունները։ Վայ, լսվեց ձնեմարդու ձայնը, իմ վրայից ջուր է հոսում։ Ես թուլանում եմ, կորցնում եմ ուժերս։ Սիրելի Բարդի, հեռացրու արևին։ Նրա պատճառով ես հալվում եմ։ Արևը շարունակում էր ծիծաղել ու ծիծաղել։ Ձնեմարդն էլ չնկատեց, թե ինչպես Բարդին ծածկվեց բողբոջներով։ Նա դարձել էր ջուր։ Իմ սիրելի փոքրիկներ, հուսամ հավանեցիք հեքիաթը։ Այո, Գոհար Ֆիլոյանի հեքիաթն էր սա, սիրելի թորնիկներ։ Պապիկը ուզում է հայտարարել նախատոնական մրցույթ։ Դուք պետք է նկարեք պապիկին, նկարեք, ով օրիգինալ և գեղեցիկ նկարեց, պապիկը խոստանում է հրաշալի մի նվեր։ Ես իհարկե բոլորի նկարները ձեզ ցույց կտամ, բայց կհաղթի ընդամենը մեկ թորնիկ, ում ես կընտրեմ, իսկ ձեր իրական նվերները դուք կստանաք ամանորի գիշերը, ինչպես պայմանավորվել ենք։ Ձեր նկարները լուսանկարեք հեռախոսով և ուղարկեք մեր էլեկտրոնային հասցեին։ Ես սիրով կսպասեմ։ Իսկ ես պետք է նորից խնդրեմ, որ դու բաժանորդագրվես և բուտիկներ տնես, որովհետև այստեղ, այս իրավիճակում պետք է այդ կերպով սատարել պապիկին, որպեսզի կարողանանք մեր հետագա շփումը շարունակել։ Դե ինչ, մինչ նոր հանդիպում։